Բարի լույս, Ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, մեր ժողովրդի իրականում ժողովրդի ուղեղը ծանրաբեռնված է էլի ամեն տեսակ թեմաներով, ամեն տեսակ։ Ուրեմն ու դա լրիվ իրական է, ամեն ինչը մեր աչքի առաջ կատարվող բաներ է։ Մանայեք 2018 թվին հեղափոխությունից հետո ինչեր էր կատարվում մեր երկրում, հիշում եք չէ, ինչ ասես որ չեր այնում, էլ կորոնավիրուսը չեն բանանում, էլ մեկը ասում էր ես լինեմ Ալիևի տեղը հենց այսօր էլ կհարձակվեմ, Հայաստանի ամենաթույլ մոմենտն է, այս մի բան, այն մի բան, ամեն ինչ արին, որ Ղարաբաղի հարցը լուծեն ու իմանում էին թե դրանով ավարտվում է Ղարաբաղի հարցը հենց մեր հայերն արին ժողովուրդ ջան ուրիշ ոչ մեկը չխառնվեց այն ժամանակ ոչ ռուսը ոչ այն մեկը հենց մեր հայերն արին բանից հետո Ղարաբաղի կործանումից հետո ժողովուրդ ջան քանի տարի Ղարաբաղի կործանումից հետո առավոտից իրիկու Սյունիքը տալիս են միայն դրանից էին խոսում Էդ էլ չլուծվեց ընենց արին որ Ռուսաստանի հետ կապերը խզվի ժողովուրդ ջան դա մեր հայերն են անում ուրիշ ոչ մեկը Ռուսաստանի հետ կապերը խզվի Հիմա զգում են էդ էլ չի ստացվել Արդեն սկսում են մատնություններ Իրանի հանդեպ Գնում են Եվրոպաները Հայաստանին մատնություններ են անում չգիտես ինչեր են անում Արդեն կպել են սփյուռքի հայերից ուզում են Հայաստանը կտրել սփյուռքահայությունից լարում են սփյուռքահայերին լարում են Հայաստանի դեմ Ժողովուրդ ջան դա լրիվ անում են մեր հայերը Մի հատ ու շատ դիր նայեք էլի էս ինչա կատարվում Արա ինչ եք ուզում չեք ուզում Հայաստանը լինի Ես օրինակ դա այդ ամեն ինչը տենում եմ ես այդ ամեն ինչը զգում եմ որ Սրանք չեն ուզում Հայաստանը լինի Վաղուց ասացվա խոսքա ասել են եթե Ղարաբաղը չլավ Հայաստանն էլ չի լական ու հենց տենց չել ուզում են արած լինեն լավ հայ ժողովուրդ ասենք թե այդ մարդկանց տենց մտածելակերպ եղելա միշտ լավ հայ ժողովուրդ բա դուք ձեր մտածելակերպը ինչու եք հենց այդ նույն մտածելակերպով գնում Ձեզ ինչն է կապում Հայաստանի ժողովուրդ Հայաստանում ծնված մեծացած հայ լավ քեզ ինչն է կապում նման բաների հետ Դու էլ ես հավատում որ ինչ որ մի հայ ուրիշ հայ եկավ իշխանության այս ամեն ինչը հարամեց հա Ժողովուրդ ջան գիտեք ինչ ես Առավոտից իրիկու թերթում եմ համացանցը, առավոտից իրիկու, ես ուրեմն ամբողջ աշխարհի ազգությունները, համարյա ամբողջ աշխարհի ազգությունները իրականում հիացած են և Հայաստանով և Հայաստանի ժողովրդավարությամբ, իրականում եմ ասում Բայց մեր հայերը ամեն ինչ անում են Այսօր բանակում մի հատ զինվոր է զոհվել Նարեկ անունով չէ Ես ցավակցում եմ իրեն ծնողներին, հարազատներին, բոլորին Բայց ես ինչպես են հայերը Մեր հայերը Ես ինչպես են օգտագործում Նիկոլի թվին Ատենում եք որ Նիկոլի թվին զինվոր է մեռնում Մարդը կարա մեռնի Ամեն տեղ
եւ իրանց տանը այսօր արդեն ցանկացած հասակում ծնված օրից մինչև 100 տարեկան հասակում ցանկացած հասակում մարդ կարա մեռնի ուրեմն դու դա այդ մարդու զոհը մարդու մեռնելը պետք է օգտագործեք հայրենիքի նկատմամբ երկրի նկատմամբ դուք չեք ամաչում արա այս ինչեր եք անում արա այ հայ ժողովուրդ այս ինչեր եք անում ոնց կարելի է այս ձև ստոր լինել ժողովուրդ ջան ոնց եք հանդուրժում մեկ էլ մի բան որ ասում են այս սենց Նիկոլը սենց կալանավորում է չհասկացա կարող է 2018 թվին չի այդ խոսքը ասել որ բոլոր թալանչիները բանտարկվելու են բոլոր թալանը ետա գալու ոչ մի մուկ ոչ մի ձուկ չի պլստալու սա կարող է 18 թվի հեղափոխության խոսքերը չի եղել թե 26 թվին որոշեցին որ պետք է այտենց լինի Են մի քանիսն էլ կան են էսիմ են Աշոտյաններ են անմազ մազավորներ են եսիմ ինչեր են ասում են հիմա ասել են որ վենդետա լինելու է դրա համար էլ հիմա վենդետա է կատարվում հիմա վենդետա չի կատարում ձեզ են ասում ձեր գողացածը վերադարձրեք պետությանը հələ ձեզ 25% էլ թույլատրել են այդ գողացածին ձեզ համար պահեք Աշխարհում նման պետություն, նման կառավարություն գոյություն չունի, որ գողին ասի, քո գողացածի 25%-ը պահի քեզ չեմ էլ բանտարկում։ Հասկանում եք ժողովուրդ, նման բան գոյություն չունի աշխարհում։ Նման կառավարություն գոյություն չունի աշխարհում, որ գողին ասի, քո գողացածի 25%-ը պահի քեզ, մնացածը վերադարձրու պետության ու քեզ չեն էլ բանտարկում։ Հələ կարող է մի հատ շքանշան էլ տանք քեզ։ Չկա նման պետություն, չկա նման կառավարություն աշխարհում։ Լավ էս կառավարությունը սրանց համար էլ ինչ անի։ Ժողովուրդ ջան, սա մի հատ ցնծություն, ախր, ստե ամեն մի քայլը, եթե դու ինքդ քո գաղափարով սկսես մտածել։ Ժողովուրդ ջան, մեկ ինձ ասում են ինչի ես խնդում, ախր էս ամեն ինչը խնդալու է։ Ախր ոչ չխնդաս, հասկանում ես, լավ էլ ինչ անի ես կառավարությունը ես գողավազակների համար, ախր ես զգում եմ, ուղղակի եթե պետությունը իրականում սկսի ես գողավազակներին բանտարկել, ես չգիտեմ Հայաստանում 1 միլիոն մարդ դրսում կմնա թե չէ, ամեն օր մարդը զարթնում է նրա ուշքն ու միտքը որտեղից մի բան թռցնի հասկանում ես մեր հասարակության մեջ շատ մեծ քանակ է այդ մարդկանց քանակը որտեղից մի բան թռցնի ում խափի ում գցի ում եսիմ ինչ անի ախր այս պետությունը ես զգում եմ այս կառավարությունը բոլորին ուզում է ների ինչ որ ձևեր է գտնում Լավ այդ գողավազակներ, դուք տենց կվարվեիք, դուք հլա իշխանություն չստացած արդեն Քոչարյանը խոսքեր տալի, որ Փաշինյանը մահ գերեզման բանտարկվելու է։ Լսել եք չէ, հա? Ով է կասկածում, եթե Քոչարյանը իշխանության գար, հաջորդ օրը Փաշինյանը չէր բանտարկվելու, ու մահ գերեզման նստի, ես չեմ կասկածում։ Գագիկ Ծառուկյանը տանում էր այդ մարդուն գցի իր արդյունքների, ворցարյունքների մեջ։ Դե Սամվել Կարապետյանի համար խոսք չկա, երևի Փաշինյանին տաներ Մագադան։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Ախր ժողովուրդ ջան, մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք նորմալ պետություն։ Աշխարհը մեր աչքի առաջին մեզ ձեռքա մեկնել։ Այն Ղարաբաղի պատերազմի ժամանակ աշխարհը ասում էին մեզ ձեռքա մեկնել, որ այն Ղարաբաղի հարցը գնան հանդիպեն Ստոկգոլմում, թե որտեղ տես բան, իբր Ղարաբաղցիք չհամաձայնվեցին։
Ղարաբաղի, ասինքն ոչ թե Ղարաբաղցիք կներեք, էլ այդ բառի համար, Ղարաբաղի այդ բաները, այդ լիդերները, նույնիսկ այն լիդերները, ովքեր որ Հայաստանում են գտում, ասենք Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ու դրանց կամպանիան չհամաձայնվեցին, որոշումը կար, որ միայն Ռուսի հետ ինչ պայմանագիր անեն Ռուսի հետ, բայց չգիտեին Ռուսի միտքը, կարող է իմանային համաձայնվեին, ես ասելու չունեմ, կարող է իմանային Ռուսը ինչա որոշել Ղարաբաղի նկատմամբ, կարող է չեն էլ իմացել, և Քոչարյանը, և մյուսները չեն էլ հասկացել Ռուսի միտքը, որ Ռուսը ինչա ուզում վերջնական անի Ղարաբաղի հետ, կարող է հասկանային միտքը, ասեին հա, թող Ստոկհոլմա, ինչա է, Բելգիա, ինչա, տեղեր կլինի, Ղարաբաղի հարցի լուծման հարցը տեղեր կլինի, հասկանում եք, բայց էլի ձեր մատների մեջ բերին գցին այս իշխանության վրա, իբր Հայաստանը չի համաձայնվել, հասկանում եք, իրենց սխալը էլի գցին այս իշխանության վրա, իբր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի համաձայնվել, թող մենք էս չենք, մենք ամեն ինչը տեսնում ենք մեր աչքով, լսում ենք, ու հետո ինչքան ուզում ես շարարա, այ ժողովուրդ ջան, կրակ, մեր ազգը կրակա, չգիտեմ ինչա իրանց ուզածը, հեն Երևանի փողոցում մի հատ երեխա էին, որ սպանել ես վերջում, ժողովուրդ ջան, հա, շատ կարճ ժամանակում, այսօր առավոտ Դիլիջան քաղաքում բռնեցին սպանողներին, ուր է պիտի փախնեն, իրականում մեր իշխանությունը, մեր ոստիկանությունը, ամեն ինչը, որ ցանկանա, ոչ մեկ չի պլստա, ու ես կարծում եմ, որ ոչ մեկ իրականում պետքա չպլստա, մենա մեկա, սրանք չեն դզվելու, սրանք քանի ունեն մեծ գումարներ, սրանք մեր երկիրը անընդհատ փորձելու են տանեն կործանման, քանի սրանք ունեն մեծ գումարներ, այդ գումարները դա լրիվ պետությունից գողացած գումարներ է, դա լրիվ պետքա արգրավվի, որ սրանք ոչ մի բան անելու հնարավորություն չունենան, ժողովուրդ ջան, հեղափոխություն եք արել Թավշյայով էլ լրիվ վերցրեք, պետականացրեք ամեն ինչը, սա պետություն 30 տարվա մեջ հնարավոր չէր, որ մի հատ նենց մակարդակի բիզնեսմեն լինես, մանավանդ ասենք, եթե երկրի նախագահ ես եղել, դու ինչ բիզնեսմեն, ինչ իրավունք ունես, քեզ միլիարդներ ունենաս, դա պարզ չի, որ դա երկրի բյուջեից գողացած է, հասկանում եք, չէին կարա 30 տարում նման իմպերիաններ ստեղծել, եթե դու պետությունից չգողանաս, քո, որ Գագիկ Ծառուկյանը օրինակ ասում է, ես այս ամեն ինչը քրտնքով եմ վաստակել, լավ էլի ախպեր ջան, ցավդ տանեմ, բա կարելի է, տես բալեր մի ասեք էլի, ինչ քրտնքով եք վաստակել, քրտնքով, ըսկի մարդը չի կարում իրա ծերության դագաղի փողով վաստակի, այս ինչերից եք խոսում, մի խոսքով, ժողովուրդ ջան, սրանք այս երգիրը թալանածներին, առանց վախի, առանց որով է մի ասենց մտածելու, եթե չզրոյացրին, 4 տարի հետո լինի, 5 տարի հետո, հաջորդ ընտրություն, այս մեկում լինի, այն մեկում լինի, մեկա, մի ինչ-որ ձևով, ինչ-որ պետությունների կոնկրետ աջակցությամբ մեկա իշխանությունը խլելու են, եթե այս պետությունը իրեն ցույց չտվա որպես պետություն, պետությունը պետք է լինի ուժեղ, պետական մարմինները պետք է լինեն ուժեղ, չեմ ասում է ուժեղ կուսակցություն, այլ ուժեղ պետություն, ջոկեցիք չէ տարբերությունը, պետությունը պետք է ոչ մի սխալ, օրենքում ինչ գրած է, ոչ մի սխալ պետքա չների, ես նույնիսկ, որ
վարչապետը այդ բանը ընդունել կառավարության մակարդակով, որ 25%-ը թողնեն իրանց մնացածը ետ տան, ես նույնիսկ դա չեմ ընդունում։ Դա պետության կողմից թուլություն է։ Թուլություն է։ Այսօր 25 այդ գողավազակը սկսելու է պետության հետ խաղալը, ասելու է չէ 50, բեր 50 թողեմ 50 տամ, մեկ էլ որ 50 համաձանվես, ասիլ չէ 75 ինձ թողեմ 25 պետության անձնեմ, սկսելու է քո հետ այդ տենց խաղալը, պետությունը նման բան պետքա չանի, պետությունը օրենքի տառից պետք է չշեղվի, եթե պետությունը օրենքի տառից շեղվեց, այդ պետության վիճակը լավ չի լինելու, սա այս մեծ հզոր պետություն է, օրենքի տառից շեղվելա, ընգելա մի մարդու խելքի, ու այս հզոր, աշխարհի ամենագեր հզոր պետությունը ձեռից գնում է ժողովուրդ ջան։ Ես ինքս պետական աշխատող եմ, ստե, չգիտեմ ասեմ թե չասեմ, իմ աշխատավարձ չկա, ու կարող է եւ չլինի էլ։ Այդ տենց են պետությունները վերանում, մեկ մարդու մտածված բանից, անիմաստ մտածելակերպից, մեկ մարդու կարա պետությունը վերանա։ Են որ Քոչարյանը եկավ Հայաստան, ասեց Ղարաբաղ, Մարաբաղ, հեչն, սաղ, ես Հայաստանի նախագահն եմ, ես ամեն հարց կլուծեմ, այ արդեն Ղարաբաղի հարցը լուծվել է, հենց այդ բառը նշանակել է, որ Ղարաբաղի հարց գոյություն չունի, Ղարաբաղի հարց լուծված է, Ղարաբաղին են որ ասում արանքից հանել է, դա ուրեմն արդեն այդ մարդը որոշում է կայացել, որ Ղարաբաղ գոյություն չունի։ Դուք ինչքան ուզում եք ասեք, իր ժամանակ չտվին Թուրքին, այս մի թուրք չի վերցրել, միշտ էլ տվել են։ Հենց 95 թվին արդեն Քոչարյանն ասել է, որ այս տարածքները մենք վերադարձնելու ենք Թուրքին։ 95 թվին դեռ ինքը Ղարաբաղում էր, Ղարաբաղի նախագահն էր։ Եթե մոռացել եք, ես ձեզ կհիշեցնեմ ամեն ինչ։ Թող Քոչարյանն ասի, ես նման բան չեմ ասել։ Եկավ Հայաստանում էլ պարզ ասեց, Ղարաբաղի հարց չկա, ես Հայաստանի նախագահն եմ, ես այդ հարցերը ամեն ինչի ես ինքս կորոշեմ։ Մեկ մարդը վերցրավ պետության հարցը իր վիզը։ Դե եթե մեկ մարդն է վերցնում այդ ամեն ինչը իր վիզը ու ամեն ինչ տենց կառավարում է միայն էլ պետությունում է պետական մարմինները բան, էլ ինչի համար են դրանք պետք են նախարարությունները այս մեկը այն մեկը։ Եթե մեկ մարդն է որոշում, որոշել է, հենց այդպես էլ որոշումը եղել է, որ Ղարաբաղ գոյություն չունի, դա Ադրբեջանի տարածք է։ Վերջ։ Դա է նրա որոշումը։ Ու այդպես էլ ելա։ Ու ոչ մեկն էլ թողսկի չկասկածի, թողսկի վերլուծություն էլ չանեն, մարդը պարզ ասել է էլի։ Էլ ինչ վերլուծություն, էլ ինչ ասենք, չէ, Քոչարյանի վաղտը Ղարաբաղցիները Ղարաբաղում լավ ապրում էին, էս էին անում են։ Չկա պետության հարցը փակել է, լրիվ մարդը պետության հարցը փակել է։ Որ այդ պետությունը գոյություն չունի, պետությունը Հայաստանն է, ես Հայաստանի նախագահն եմ։ Ես ոնց կասեմ մնացել կլինի, ասեց, մարդը ասեց, ինքը թողեց գնաց, բայց ոչ մի բան չասեց, չէ, 10 տարի Հայաստանը թալանեց, դարավ միլիարդատներ, ու ոչ մի բան էլ չասեց, թողեց հանգից գնաց, ասում այա, իմ պրիեմնիկին եմ տվել, Սերժ Սարգսյանին եմ տվել, որ ինքը շարունակի այդ հարցերը լուծելը։ Սերժ Սարգսյանն էլ եկավ վերջում ինչ ասեց, ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր, տամ Նիկոլին, թող Նիկոլի վախտով հանձնվի ամեն ինչը, մեզանով չլինի ախպեր, հետո չասեն Ղարաբաղցիները Ղարաբաղը։ Բայց Նիկոլն էլ այնքան գրագետ դուս եկավ, այնքան դիմացավ ամբողջ աշխարհին ոտի կանգնացնելով այդ հարցում, որ Ղարաբաղցիները իրենց ձեռով Ղարաբաղը լուծարեցին, օֆիցիալ հայտարարեցին աշխարհով մեկ, որ մենք լուծարում ենք Ղարաբաղի հանրապետությունը։ Եվ վերջ, կարող է գիտեիք, թե Նիկոլը էշա, չէ։ Եվ վերջ, ժողովուրդ ջան, սա է իրականությունը, թե չէ, մեկ են ժամանակ, նրանց ժամանակ եղել է Ղարաբաղը մերը, եղել է էս են, ում է պետք։
Հիմա հեսա գնացել է, եսի մեզ ինչ-որ տարածքներ ա գա, իրան ամնալու, ոչ, ես միշտ ասել եմ, ոնց Ղարաբաղը գնաց Թուրքին, են էլ գնալու ա Խախոլին։ Այսօր չլի վաղը լինի, հենց երկրի նախագահը փոխվեց, ոնց որ Հայաստանում բերին փոխին Նիկոլի Ձերեկցին, հենց ստել փոխվեց, ով էլ եկավ տալու ա։ Ով էլ եկավ տալու ա։ Մի անգամից, առանց որով մի հացես մտածելու, խոսքս հիշեք։ Խոսքս հիշեք։ Մի խոսքով սենց բաներ ժողովուրդ ջան, ինչ ասեմ։ Լավ մնացեք, լավ օր եմ ցանկանում բոլորիդ։ Ժողովուրդ ջան, միշտ եղեք պետության կողմը, պետականամետ եղեք, պետությանը քննադատողներին, ժողովուրդ ջան, այն գյուղավարի ասած, դրանց աչքը պետքա հանել։ Աչքը պետքա հանել։ Եթե պետության ղեկավարը լավը չի, դա չի նշանակում, որ դու պետքա պետությանը քննադատես, գնաս քո պետության հանդեպ մատնություններ անես եվրոպական պարլամենտներում, Ռուսաստաններում, տարբեր տեղեր։ Ժողովուրդ ջան, դա դավաճանություն է։ Դանդե սուտի մի հատ Նիկոլի անունն էլ կողքը դնում են, մատնում են պետությանը, բայց մի հատ էլ Նիկոլի անունը կողքը դնում են, իբր թե Նիկոլին չեն սիրում։ Ոչ, դա դավաճանություն է անմիջապես պետության հանդեպ։ Պետությանը չի կարելի մատնել։ Ասենք թե Նիկոլը լավը չի, ես դնեմ Հայաստանին դավաճանեմ։ Չետես բան չի լում։ Ժողովուրդ ջան, հիմա այսօր պետությունը պետքա լավ հասկանա։ Պետությունը օրենքները լրիվ պետքա աշխատեն 100%-ով։ 100%-ով, ոչ մեկի հետ, եմ որ ասում է, տերորիստների հետ տարգավացա չեն ըլում, առևտուր չեն ըլում։ Պետությունը այդ ձև է թալանչիների հետ առևտրի մեջ է մտել մի պահ։ Էդ էլ մտել է ինչի համար, բոլորս հայ ենք, ես սկզբից մի բան ասի, չէ, որ դնի բոլորին դատի, կարող է 1 միլիոն հայ չմնա Հայաստանում։ Հնարավոր չի, էլի այդքանին դատել, սա գողավազակ ենք, ժողովուրդ ջան։ Էտա մեր մեջ կոմունիստը մենք մինչև 1915-16 մինչև 21 թիվը մեր ազգը եղել է համաշխարհային մասշտաբով շինարար եւ ամեն ինչ։ Իսկ 21 թվից հետո, երբ կոմունիստը եկավ, կոմունիստը մեր ազգից սարքեց առևտրական գող ավազակ, հասկանում եք, մեր ազգից սարքեց առևտրական գող ավազակ, ամենաընդունակներին գողանում էր ինքը տանում Մոսկվա իր համար, երկրի ներսում թողում էր գողավազակներին, ով իրեն պիտի ենթարկվի, որ ոնց ասեն Մոսկվայից նենց էլ անեն, եւ վերջ, սա է եղել միշտ, ու միջև հիմա էլ այդ նույնը շարունակվում է։ Հիմա փառք Աստծո, այս իշխանության ժամանակ, ես որ տեսնում եմ արդեն այս ինչ նոր տեխնոլոգիաներով բաներ է Հայաստանում կառուցվում, սկսվում է այդպես բաներ, սկսվում է, ու մենք տեսնում ենք, արդեն տենում ենք, ասենք մեր военной промышленности, որ երբեք Հայաստանին չի ունեցել, երբեք, հիմա Հայաստանը հլա տեսեն ինչ, են ինչ Հայաստանը արդեն սմերջ է արտադրում, հասկանում եք, սմերջ, են ռուսական սմերջ չկա է, որ ամբողջ Ղարաբաղը, ամբողջ Ստեփանակերտ բան պիտի նամ սմերջով 100 կիլոմետրից։ Հայաստանը հիմա դրանցի արտադրում է։ Հայկական տեխնոլոգիայով, ինչ որ մեկի չգողացած է, հայկական տեխնոլոգիայով։ Հələ շատ բաներ։ Ուրեմն արդեն Հայաստանը մեր ուղեղ ունեցողներին ոչ թե վաճառում է Մոսկվա, Ամերիկա կամ Եվրոպա կամ էս միտեղ, ուրեմն այդ մարդկանց նույնիսկ ընդհակառակը Եվրոպաներից, Ամերիկաներից, Ռուսաստանից, այդ մարդկանց, նման մարդկանց գնում է, բերում է Հայաստան, վերադարձնում է Հայաստան, որ Հայաստանի համար աշխատեն։ Տեսնում եմ շատ հերույթ ժողովուրդ ջան, դրա համար էլ ասում եմ, եթե մի բան ճիշտ չեմ ասում, ասեք ճիշտ չի ասում ես մարդը։ Մի խոսքով լավ մնացեք, մի քիչ երկարացրի խոսքս, լավ օր եմ ցանկանում, Զարյադկես էլ պրծավ գնամ, Զարյադկի դնեմ, երեկոյան գուցե նորից կմտնենք, մի քիչ կզրուցենք իրար հետ, ձեր բոլորի ցավը տանեմ։